Հայաստանի վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ բնախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի եւ նրա պաշտպանի վճռաբեկ Բողոք Վարույթ ընդունել է, մերժել է եւ դատավճիռը ստացել է օրինական ուժ։ Սա ենթադրում է, որ դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժ կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Ավելի վաղ Հարությունյանը կրկին վճռաբեկ Բողոք է ներկայացրել, պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը եւ կայացնել արդարացման դատական ակտ։ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով։ Զինվորական պաշտոնական ամփոփություն, որը կատարել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածի հատկանիշները։ Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները, հղում անելով ընկերության հայտարարությանը։ Մեր գործունեության տնօրենների խորհուրդը որոշել է կանոնավոր չվերթներ իրականացնել Ռումինիայի Տիմշաուրա քաղաք եւ Հայաստանի մայրաքաղաք Երևան, հաշվի առնելով հնարավորությունները եւ շոկայական իրավիճակը, ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ իր եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի միջև կա վստահություն եւ աճող մակարդակ։ Ղազախստանի Ալմաթի քաղաքում նախորդին կայացել է Չեմպիոնների լիգայի հանդիպումը։ Տեղի Կայրաթի եւ Մադրիդի Ռեալի միջև խաղն ավարտվել է իսպանացիների հաղթանակով 5-0 հաշվով։ Չնայած ջախջախիչ պարտությանը, Կայրաթի երկրպագուները խաղը վերածել են իսկական տոնի։ Երկրպագուները շարունակել են զվարճանքը քաղաքի փողոցներում մինչև առավոտ։ Ալմաթի մարզադաշտի տրիբունաների ներկա եղել նաեւ Մադրիդի Ռեալի հայ երկրպագուները, ովքեր աջակցել են տոնական մթնոլորտին կատարելով հայկական հայրենասիրական երգերից գետաշենը։ Գետակված երկնքում սերուն ապերք ու տակված կողքին հայկական շենեն են վերցված դու գասու կմնաս հավերջ գետաշեն։ Հայաստանի ՔԿԼ վարչությունում ավարտվել է օտարածքի քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Պարզվել է ՀՄ-ն իր ավտոմեքենայով երթևեկելիս նկատելով օտարածքի քաղաքացուն կանգ առել եւ պարզելով, որ վերջինս ցանկանում է մեկնել Հաղպատի վանական համալիր, առաջարկել է անվճար տեղափոխել այնտեղ, սակայն տուժողին տարել է իր այգի եւ կողպել տարածքի դարպասները։ Այնուհետև ՀՄ-ն տուժողի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սակայն վերջինս դիմադրել է օգնություն կանչել եւ թույլ չի տվել շարունակել գործողությունները, ինչից հետո ՀՄ-ն դադարեցրել է դրանք եւ բացել այգու դարպասները։ Նախաքննության ընթացքում ՀՄ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այնուհետև խափանման միջոցը կիրառվել է տնային կալանքը եւ գրավը։ Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիափոխադրող Wizz Air-ը պաշտոնապես բացել է առաջին բազան Երևանում, որն աշխարհում թվով 34-րդն է։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում ընկերությունը կտեղակայի 2 Airbus A321 Neo ինքնաթիռ։ Առաջին ինքնաթիռը Երևան է ժամանել Նեապոլից։ Wizz Air-ն առաջին անգամ է իրականացնում Նեապոլ-Երևան չվերթ եւ զբաղեցնում է Հայաստանի ավիացիոն շուկայի 21%-ը։ Ավելի վաղ ավիաընկերությունը նաեւ ուղիղ չվերթներ է գործադրել Գյումրիից Կիպրոս։ Վարչապետ Փաշինյանը սոցցանցում գրել է, որ Երևանում Wizz Air-ի բազայի կարևոր նորություն է Հայաստանի համար։ Ճամփորդելն ու աշխարհը տեսնելը ինքներդ ձեզ ճանաչելու միջոց է։ Ճամփորդությունը այդ ընթացքում ձեռք բերված գիտելիքների ռեսուրսն է, որը պետք է ներդնել Հայաստանի Հանրապետության զարգացման մեջ, գրել է Փաշինյանը։ Հայկական տոնակատարություններից մեկի ժամանակ մի խումբ տղամարդիկ որոշել են ներկա գտնվողներին անակնկալ մատուցել ու սկսել են խրոխտ երխուշտապարել։ Կատարման տեսանյութն ակտիվորեն տարածվել է համացանցի հայկական տիրույթում եւ մեծ դիտումներ հավաքել։ Համացանցի հայկական տիրույթում լայն տարածում է գտել ազգությամբ ռուս փոքրիկի պատրաստած տեսանյութը, որում նա ոչ միայն հայերեն է խոսում, այլև իր հետևորդների հետ կիսում է, թե ինչպես է կատարում իր տնային առաջադրանքները, այն էլ հայերեն լեզվով ու գրքերով։ Նան լվացնում է խենձոր է։ Տարբեր մրգիներ են լվացնում, խենձորը առաջին է, հետո նոր։ Իսկ մաման իր ասել է, արի սարքին քիրա հետ յուտ, որ համեն համով յուտ, սարքեր են երակով, բանանով և տանձով։
Անկարան ուսումնասիրում է թուրքական մամուլում Ադրբեջանի մասին կեղծուրերի շրջանառության դեպքերը։ Այս մասին հաղորդում է ապագործակալությունը։ Ադրբեջանական աղբյուրները գրում են, թե վերջին օրերին թուրքական մեդիատիրույթում ու սոցցանցերում կեղծ տեղեկություններ են տարածում, օրինակ, որ Ադրբեջանը չի մասնակցի Եվրատեսիլ երգի մրցույթին Իսրայելի պատճառով։ Ապային հայտնել են, թե Թուրքիայում հետաքննում ու վերլուծում են դրանք։ Թուրքիայի դեսպանատան խորհրդականներ ավելի վաղ ասել է, որ կպայքարեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները խաթարել փորձող ներքին ու արտաքին ուժերի դեմ։ Հայաստանի մյուս միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը 5 գործընկերոջ հետ քննարկումներ է անցկացնում։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ արդյունքներ տվեց Մոսկվայում վարչապետի հանդիպումները միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկումներ են անցկացնում բոլոր այն գործընկերների հետ, որոնք նման տեխնոլոգիա ունեն։ Նրանց հարցրել ենք. կնեղսրտեք, եթե այս թեման քննարկենք մյուսների հետ, քանի որ երբ գնում ենք Մոսկվա, հարց է առաջանում, թե ինչու հենց այնտեղ գնացինք, նույնը վերաբերում է ԱՄՆ կամ Չինաստան գնալուն։ Մենք ասել ենք, այս պահին մենք ուզում ենք ստանալ առաջարկներ, մենք քաղաքական կոմպոնենտ չենք դնում ընդհանրապես, ասել է նա։ Կառավարությունը նորարարական գործիքներ է կիրառում կենսաթոշակները բարձրացնելու համար, այսօր հայտարարել է աշխատանք և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նա հավելեց, որ այսօր գործող հետվճարի համակարգը կառավարությունն ավելի կզարգացնի։ 2026-ի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև։ Այսօր գործող 12%-ի փոխարեն սահմանելու ենք 20%-ի չափով, որը միջինում կենսաթոշակները բարձրացնում է 3000-ից 3500 դրամի սահմաններում, նշել է նա, նկատելով, որ 12%-ի պարագայում հետվճարը 4000-ից 4100 դրամ է, ինչը կավելանա։